Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու եւ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներից թերթին հայտնել են, որ հակառակ գործընթացն է հասունանում։ Քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում Նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Թերթի տեղեկություններով ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմել են Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանին եւ խորհրդարանական խմբակցություններին բարձրացնելով մի շարք սկզբունքային հարցեր։ Դրանք վերաբերում են Արցախի պետական ինստիտուտների ամբողջական եւ լիարժեք գործունեությանը, Արցախում պարբերաբար շրջանառվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներին, ինչպես նաեւ այլ հրատապ խնդիրների։ Այս հարցերի շուրջ արդեն տևական ժամանակ լայն քննարկումներ են ընթանում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ Տավուշի մարզպետ Հայկ Խալոմյանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանի նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։ Չնայած Մելիքյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 3 հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։ Բանն այն է, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Թերթի տեղեկություններով նրանք ուժեղ Հայաստան կուսակցության համակիրներ են։ Ձերբակալվածների թվում եղել են նաև 2 կին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին թերթի տեղեկություններով որոշակի խառնաշփոթ է առաջացել։ Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում ըստ պաշտոնական հաղորդագրությունների առանձին ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձիկ քննարկում են ընտրական գործընթացների հետ կապված պայմանավորվածություններ։ Թերթի տեղեկություններով այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների խնդիր, մասնավորապես գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների եւ այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա, չեն հասցնում գաղտնալսել բոլորին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ 3 վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երևանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին, ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները։ Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած մասկաներով ահաբեկիչների տեսագրությունն է։ Զենք զինամթերք են փնտրում։ Արցախի դրոշի ֆոնին դիմակներով եւ ավտոմատներով զինված 5 անձ Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին, նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը եւ պատժելու են։ Չնայած իշխանությունը փորձում է լրջացնել այդ տեսանյութը, իբր Փաշինյանի կյանքին են սպառնում, սակայն շատերը համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, կազմակերպել են լեգիտիմացնելու ընդդիմադիրների նկատմամբ կիրառվելիք հետապնդումները։ Իրավապահները թերթի տեղեկություններով արդեն հրահանգ է ստացել համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին փակել, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագրի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թույլատրել։ Գրում է թերթը։